ԱՄՆ-ն պատրաստվում է կառուցել 5500 ձերբակալվածների համար նախատեսված 4 նոր կալանավայր այսի կարիքների համար։ Դրանք կտեղակայվեն Սիեթլում, Ֆիլադելֆիայում, Մայամիում և Քոլորադոյում։ Որոշ փորձագետներ սա համարում են ձերբակալությունների թիվը մեծացնելու ծրագրի նշան։ Այսը արդեն փնտրում է կապալառուների։ Ծրագիրը նախատեսում է նաև լայնածավալ փոփոխություններ սահմանային վերահսկողության ոլորտում։ Յուրաքանչյուր կալանավայր կունենա դատական նիստերի 5 դահլիճ, դրանք նախատեսված են ներգաղթի գործերը քննելու համար։ Կկառուցվի նաև առնվազն 20 աշխատասենյակ իրավաբանների համար։ Այդ մասնագետները կներկայացնեն այսի իրավաբանական բաժինը։ Կալանավայրերը պետք է ունենան հատուկ տեսահսկման համակարգեր, դրանք պարտադիր են բոլոր հիմնական հատվածների համար։ Նախատեսվում է հսկել միջանցքները, ելքերը և ընդհանուր տարածքները։ Հատուկ ուշադրություն է դարձվում ներքին անվտանգության թեմային, քանի որ վերջին ամիսներին այսի կալանավայրերում ավելացել են մահվան ելքով միջադեպերը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Փոթորիկներ ԱՄՆ-ում ջրհեղեղներն ու տորնադոները չեն նահանջում։ Փոթորիկը չի հանդարտվում նաև մերձավոր արևելքում, Իրանը հարձակվել է ամերիկյան բազաների վրա։ Բրբանքի օդանավակայանը նոր շունչ է ստանում, ինչ կփոխվի և երբ։ Մոծակները պատերազմ են հայտարարել Օրինջ շրջանին։ Չինական ռոբոտների մուտքը արգելվում է, ինչու են դրանք սպառնում Ամերիկայի ազգային անվտանգությանը։ Ծովափնյա վտանգ, կալիֆոռնիական լողափերը առողջության համար սպառնալիք են պարունակում։ Եվ թողարկման երկրորդ մասում սպասեք առաջիկա օրերի հետաքրքիր միջոցառումների ցանկին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Ուժգին փոթորիկներ են հարվածել ԱՄՆ հյուսիսարևելյան շրջաններին, տեղացել են հորդառատ անձրևներ, առաջացել են ջրհեղեղներ։ Միլիոնավոր մարդիկ հայտնվել են վտանգավոր գոտում։ Բնական աղետը պատել է տասնյակ բնակավայրեր, օդերեփութաբանները կանխատեսում են տեղումների մեծ քանակ։ Ջրհեղեղի մասին նախազգուշացումներ են գրանցվում Փենսիլվանիայում և Նյու Ջերսիում։ Մերիլենդում ջրերը ծածկել են ճանապարհները, Բալթիմորում մեքենաներ են մնացել ջրի տակ։ Փենսիլվանիայի Քոլփորթ քաղաքում փրկարարներն են օգնության հասել ջրի թակարդում հայտնված մարդկանց։ Վաշինգտոնում քամին հսկայական ծառ է տապալել առանձնատան վրա։ Հարավում նույնպես տեղացել են հորդ անձրևներ, Քարոլինա նահանգում եղանակը վտանգավոր է դարձել։ Շարլոթում հորդառատ անձրևներ են, Էշվիլում բացօթյա միջոցառումները ընդհատվել են տորնադոյի վտանգի պատճառով։ Ավելի վաղ ծանր եղանակ է եղել միջին արևմուտքում։ Ազգային եղանակային ծառայության տվյալներով Չիկագոյում երկուշաբթի օրը արձանագրվել է 4 տորնադո։ Մի շարք շրջաններում տորնադոների վտանգի մասին նախազգուշացումները մնում են ուժի մեջ։ Իրանը հարվածել է Հորդանանում ամերիկյան ավիաբազաների, նրանք հարձակվել են նաև 3 նավթատար նավերի վրա։ Այս մասին հայտնում է CENTCOM-ը, նշելով, որ հաջողությամբ որսացել են իրանական բոլոր հրթիռները։ Դրանից հետո ամերիկյան և սաուդյան ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում, նրանք թիրախավորել են Իրանի հետ կապված զինյալների կետերը։ Թրամփը նորից կոշտ սպառնալիքներ է հնչեցրել, նախագահը խոստացել է ջախջախել իրանական կողմին։ Այդքանով հանդերձ նա դեռ հույս ունի խաղաղ գործարք կնքել, սակայն զգուշացրել է, եթե գործարք չլինի, ինքը ավարտին կհասցնի գործողությունը։ Ռազմական գործողությունների ակտիվացման հետ նավթի գինը կրկին աճել է։ Դրան նպաստում է իրավիճակի թեժացումը Կարմիր ծովի շրջանում։ Եմենի հութիները այդ հատվածում նավերի տեղաշարժը գրեթե ամբողջությամբ կանգնեցրել են։ Իրավիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի և պայթյունավտանգ։ Մահացու կրակոցների հեղինակը դեռ ազատության մեջ է։ Սիեթլի սննդի փառատոնի կրակոցների գործի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Հետաքննությունը պարզել է, որ դեպքի վայրում գտնված փամփուշտները ձերբակալված 15-ամյա պատանու զենքից չեն եղել։ Դա բացահայտվել է դատարանին ներկայացված նոր փաստաթղթերից։ Ոստիկանությունը դեպքի վայրում գտել է 3 ատրճանակ, դրանցից միայն 2-ն են կրակել, մյուս 2 կրակած զենքերը մինչև այժմ գտնված չեն։ Ձերբակալված 15-ամյա պատանին իսկապես կրակել է իր զենքից, սակայն փորձաքննությունը ապացուցել է, որ մահացու փամփուշտները նրա զենքից չեն արձակվել։ Պատանին ոստիկաններին հանձնվել է ինքնակամ, դատախազները ցանկանում են նրան դատել որպես չափահասի։ Պաշտպանը հայտնել է, որ նրանք վիճարկելու են այս պահանջը։ Հիշեցնեմ, որ Սիեթլում փառատոնի ժամանակ արձակված կրակոցների հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 4 անձ։
Տեղական նորություններին անդրադառնանք, Բրբենքում հերթական ավտովթարն է գրանցվել, բախվել են էլեկտրական մոտոցիկլը և Թեսլան։ Մոտոցիկլավարը մահացել է հիվանդանոցում, մյուս ուղևորը գտնվում է ծանր վիճակում։ Երկուսն էլ ընկել են մոտոցիկլետից մեծ արագության պատճառով։ Բրբենքի ոստիկանությունը հայտնել է վթարի մանրամասները։ Նախնական տեղեկությունները ցույց են տալիս, որ պատճառը մոտոցիկլավարի մեծ արագությունն է, նշել են ոստիկանությունից։ Թեսլայի վարորդը մնացել է դեպքի վայրում, նա համագործակցել է ոստիկանության հետ։ Քննությունը շարունակվում է։ Կալիֆոռնիա նահանգի օրենքները տարբերակում են էլեկտրական տրանսպորտային միջոցները։ 750 վատից հզոր սարքերը համարվում են մոտոցիկլետներ։ Բրբենքի ոստիկանությունը բնակիչներին հորդորել է լինել զգույշ եւ հիշեցրել պաշտպանիչ հանդերձանք կրելու անհրաժեշտության մասին։ Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։ Բրբենքի Հոլիվուդ Բրբենք օդանավակայանը պատրաստվում է մեծ փոփոխության, հին տերմինալը կփոխարինվի նորով, կառույցը կլինի ավելի ժամանակակից ու արդյունավետ, այն կպահպանի իր նախկին հարմարավետությունը, շինարարությունը ընթանում է 2024 թվականից, ներդրումների չափը կազմում է 1.3 միլիարդ դոլար, աշխատանքները կավարտվեն 76 օրից։ Նոր տերմինալը կունենա 2 հարկ եւ նկուղ, այն կունենա 14 դարպաս։ Ուղևորներին կսպասեն բարելավված հարմարություններ, լինելու են շատ խանութներ եւ ճաշարաններ։ Կառուցվել են նոր ավտոկայանատեղի էլեկտրական մեքենաների լիցքավորման հնարավորությամբ։ Թարմացվել են նաեւ անվտանգության անցակետերը։ Ուղեբեռի ստուգման համակարգը եւս նորացվել է։ Ծառայությունները դարձել են ավելի արագ եւ արդյունավետ։ Օդանավակայանը շինարարության ընթացքում աշխատել է լրիվ ծավալով։ Թռիչքների կարգը մնացել է նույնը։ Ինքնաթիռների կամուրջներ չեն լինելու, նշում են մասնագետները։ Ուղևորները կշարունակեն քայլել դեպի թռիչքուղի, նրանք աստիճաններով կբարձրանան ինքնաթիռ։ Նախագիծը վերջնական տեսքի կբերվի առաջիկա շաբաթների ընթացքում։ Օդանավակայանը հյուրերին նոր տեսքով կդիմավորի հոկտեմբերի 13-ին։ Դալեսի միջազգային օդանավակայանը սպասում է մեծ վերակառուցման, Թրամփը հայտարարել է հերթական հսկա նախագծի մասին։ Օդանավակայանում կկառուցվեն աշխարհի ամենամեծ ավտոկայանատեղին, այն կունենա 32,000 մեքենայի տեղ։ Հին փոխադրամիջոցները կհեռացվեն, դրանց փոխարեն կլինեն նոր երկաթուղային համակարգեր։ Ծրագիրը կարժենա 22 միլիարդ դոլար, այն չի ֆինանսավորվի պետական բյուջեից, ծախսերը կհոգան ավիաընկերությունները, աշխատանքները կսկսվեն գարնանը, Թրամփը ցանկանում է ծրագիրն ավարտել 2 տարում։ Ուղևորների կարծիքները տարբեր են, շատերին դուր չեն գալիս հին փոխադրամիջոցները, նրանք դժգոհում են վառելիքի տհաճ Թրամփը վաղուց էր ծրագրում այս փոփոխությունները, նա օդանավակայանը անվանել է սարսափելի։ Իշխանությունները նաև մտածել են այն անվանափոխելու մասին։ Թրամփն արդեն ունի իր անունով օդանավակայան Ֆլորիդայում։ Արդյոք Դալեսի օդանավակայանը կդառնա հաջորդը, որը կկրի Թրամփի անունը, դեռ հստակ չէ։ Շարունակենք տեղական նորությունների շարքը։ Անօթևաններին առանց զգուշացման Riverside տանողների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, որոշումն ընդունել է Riverside-ի իշխանությունը։ Դա իրականացնողները պետք է 24 ժամ առաջ այդ մասին տեղեկացնեն քաղաքին։ Խախտողները կստանան զգուշացում, իսկ հետո տուգանք, նրանք նաև կփոխհատուցեն բոլոր ծախսերը։ Մեկ մարդուն օգնելը արժե մոտ 63,000 դոլար։ Քաղաքը դարձել է տարածաշրջանային կենտրոն անօթևանների համար։ Վերջերս Riverside-ի շրջանի շերիֆի տեղակալը մարդու էր բերել։ Դա դարձել է լուրջ քննարկման թեմա։ Տեղափոխված անձին ավելի ուշ ուղեկցել էին հայրենի քաղաք։ Նախորդ տարի Riverside-ում կար շուրջ 600 անօթևան։ Իշխանությունները պնդում են, սա անօթևաններին չի քրեականացնում, օրենքը չի արգելում բարեգործական քայլեր, այն չի վերաբերում ինքնուրույն ճամփորդող անօթևան մարդկանց։ West Nile վիրուսով վարակված վտանգավոր մոծակները լուրջ վտանգ են ստեղծել Օրինջ շրջանում։ Մասնագետներն ահազանգում են, հայտնաբերվել են 9 անգամ ավելի շատ վարակված մոծակներ, քան նախորդ տարի էին հայտնաբերվել։ Իրավիճակը հիշեցնում է նախկին ծանր տարիների համաճարակը։ Մարդկանց մոտ վարակման դեպքեր դեռ չեն գրանցվել։ 2014 թվականին գրանցվել էր 9 մահվան դեպք։ Այն ժամանակ հիվանդացել էր 280 մարդ։ Պաշտոնյաները որոշել են սկսել գիշերային սրսկումները։ Աշխատանքները կատարվելու են կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 5-ը։ Ցողվող նյութը կվնասի միայն վտանգավոր մոծակներին։ Բնակիչները պետք է կատարեն պարզ կանխարգելիչ քայլեր, տան շուրջը ջրի կուտակումներ չպետք է լինեն։ Պետք է տեղադրվեն նաև պաշտպանիչ ցանցերով դռներ։ Բնակիչներին խորհուրդ է տրվում օգտագործել մոծակների դեմ քսուկներ։ Դա պետք է անել հատկապես վաղ առավոտյան կամ երեկոյան։ Շրջանի վարչությունը առաջարկում է անվճար ստուգումներ անել ու խորհրդատվություն իրականացնել տներում։
Լվերի միջոցով տարածվող վտանգավոր տիֆի դեպքեր են գրանցվել Լոս Անջելեսի տարածքում 5 մարդ հիվանդանոցում է հայտնվել, նրանք արդեն բուժվել ու դուրս են գրվել։ Լոս Անջելեսի հանրային առողջության վարչության մասնագետները նախազգուշացում են արել, վարակը փոխանցվում է վարակված լվերի միջոցով, դրանք հաճախ լինում են առնետների կամ կատուների մոտ։ Մասնագետների կարծիքով վարակը տուն է հասնում ընտանի կենդանիների միջոցով։ 2025 թվականին գրանցվել է ռեկորդային 220 դեպք։ Այդ ժամանակ հիվանդացածների մեծ մասը հոսպիտալացվել է։ Ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց 1 շաբաթ անց։ Դրանք ներառում են բարձր ջերմություն, գլխացավ եւ մարմնի ցավեր։ Մասնագետները հորդորում են ախտանշանների դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի։ Վաղ ախտորոշումը թույլ է տալիս բուժվել հակաբիոտիկների միջոցով։ Էնթոնի Ֆաուչին, ով կորոնավիրուսի շրջանում եղել է ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավարը, լռել է Սենատի նիստում։ Նա ավելի քան 100 անգամ օգտագործել է չպատասխանելու իր իրավունքը։ Բժիշկը հրաժարվել է պատասխանել սենատորների հարցերին։ Հանրապետականները նրան մեղադրում են կորոնավիրուսի ծագումը թաքցնելու մեջ։ Նրանք նաև պնդում են, որ նա ստել է որոշ հետազոտությունների մասին։ Ըստ սենատորների, այդ հետազոտությունները վիրուսները դարձնում են ավելի վտանգավոր։ Բացի այդ, Ֆաուչիին մեղադրում են Ուհանի ինստիտուտին ֆինանսավորում տրամադրելու մեջ։ Ավելի վաղ Ֆաուչին այդ բոլոր մեղադրանքները հերքել էր։ Դեմոկրատները պաշտպանել են Ֆաուչիին, նրանք լսումները անվանել են քաղաքական հետապնդում։ Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենը Ֆաուչիին ներում է շնորհել, սակայն հանրապետականները նման մոտեցման հետ համաձայն չեն։ Ապագա քայլերը կորոշվեն հաջորդ շաբաթվա քվեարկությամբ։ Դաշնային պահուստային համակարգը չի փոխել տոկոսադրույքը, այն կմնա 3,6%-ի սահմանում։ Գնաճը մնում է բարձր մակարդակի վրա։ Իրանի հետ պատերազմը գնաճի հիմնական պատճառն է։ Էներգակիրների գները կտրուկ աճել են։ Թրամփը պահանջել էր նվազեցնել տոկոսադրույքը, դա կօգներ բիզնեսմեններին, բայց կվնասեր շարքային սպառողներին։ Շուկայի մասնակիցները սպասում են սեպտեմբերյան փոփոխություններին։ Թրեյդերների մեծ մասը կանխատեսում է դրույքի աճ։ Իրանի հետ պատերազմը մեծացրել է տնտեսական անորոշությունը, նավթի գինը հատել է $100 սահմանը։ Հորմուզի նեղուցի փակումը խաթարել է մատակարարումները, Կարմիր ծովում իրավիճակի բարդացումն էլ նոր դժվարություններ է ստեղծել։ Գնաճի վրա ազդում են նաև Թրամփի մաքսատուրքերը։ Արհեստական բանականության ոլորտի ներդրումները նույնպես թանկացրել են էլեկտրաէներգիան։ Սննդամթերքի եւ էներգակիրների գները չեն հաշվարկվել հիմնական գնաճի մեջ։ Բնակարանների վարձավճարների աճը որոշ չափով դանդաղել է։ Բենզինի գնի ժամանակավոր անկումը նույնպես օգնել է, որ գնաճի ընդհանուր ցուցանիշները համեմատաբար մեղմ լինեն։ Տնտեսական իրավիճակը մնում է լարված եւ խոցելի, թե ինչ որոշում կընդունի Ֆեդը, պարզ կլինի առաջիկայում։ Ամերիկյան քոլեջների 2026 թվականի շրջանավարտները բախվել են աշխատաշուկայի խիստ դժվար պայմաններին։ Աշխատանքի անցնելու հնարավորություններն աննախադեպ նվազել են, ըստ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի գործազրկությունը 5,6% է, սա ավելի բարձր է, քան երկրի միջին ցուցանիշը։ Շատ երիտասարդներ չեն կարողանում գտնել մշտական աշխատանք։ Աշխատաշուկան այսօր փոխվում է արհեստական բանականության պատճառով, ընկերությունները կրճատում են միջին օղակի կառավարման հաստիքները։ Ավանդական դիպլոմների արժեքը գնալով ավելի է նվազում, գործատուները փնտրում են գործնական փորձ եւ հավաստագրեր։ Մրցունակ մնալու համար պետք է ձեռք բերել գործնական հմտություններ։ Շրջանավարտների միայն 30%-ն է կարողանում ստանալ մշտական աշխատանք, 2024 թվականին այդ թիվը եղել է 41%։ Աշխատանք փնտրողներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ կիբերանվտանգության կամ առողջապահության ոլորտների վրա։ Այստեղ պահանջարկը դեռ պահպանվում է։ Ամերիկան արգելել է օտարերկրյա մարդակերպ ռոբոտների ներմուծումը, արգելքը վերաբերում է նաև քարոտանի ռոբոտ շներին։ Այս քայլը ուղղված է Չինաստանի դեմ։ Չինաստանը վերահսկում է ռոբոտների համաշխարհային շուկայի մեծ մասը։ ԱՄՆ հաղորդակցության դաշնային հանձնաժողովը զգուշացրել է վտանգների մասին, շեշտելով ազգային անվտանգության ռիսկերը։ Հանձնաժողովը մտահոգված է կիբերանվտանգության հարցերով։ Այս սահմանափակումները կազդեն ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վրա։ Սեպտեմբերին պլանավորված է Սի Ցզինփինի այցը Միացյալ Նահանգներ։ Փորձագետները կարծում են, որ սա մեծացնում է լարվածությունը։ Չինաստանի արտգործնախարարությունը իսկապես սուր է արձագանքել հերթական սահմանափակումների մասին որոշմանը։ Պեկինը մեղադրել է Վաշինգտոնին անվտանգության հասկացությունը չարաշահելու մեջ։ Չինաստանը խոստացել է պաշտպանել իր բիզնեսի իրավունքները։ Նաև ակնարկել է, որ նոր արգելքը կարող է խանգարել այս պահին ընթացքի մեջ գտնվող Չինաստան-ԱՄՆ համատեղ ծրագրերի շարունակմանը։
Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ Լոս Անջելեսից ինֆլուենսերը կրկին ձերբակալվել է Ադվա Լավին, հայտնի է նաև Միա Վենտուրա անունով։ Նա գողանում է իր առցանց ծանոթների ունեցվածքը, նրան մարտին արդեն մեղադրել էին գողությունների մեջ։ Նա ապօրինի օգտագործել էր ուրիշների անձնական տվյալները, նաև կատարել էր բնակարանային գողության մի քանի դեպք։ Այն ժամանակ դատարանը նրան ազատ էր արձակել, նա կրում էր էլեկտրոնային ապարանջան ոտքին։ Ադվա Լավին 28 տարեկան է, 2023-ից 25 թվականներին Լավին հարաբերություններ էր ստեղծել։ Նա ծանոթանում էր հարուստ մարդկանց հետ հավելվածներում, կինը ձևանում էր սիրուհի կամ ճամփորդության ընկերակից։ Այդպես նա գողանում էր կանխիկ գումար եւ ոսկի։ Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնում է 11 տարվա ազատազրկում։ Գլենդելի հրշեջ-ծառայության աշխատողը դատվում է կնոջը սպանելու համար։ Այս սարսափելի դեպքը կատարվել է Հյուսիսային Հոլիվուդում։ Կնոջը սպանելու համար հրշեջը կացին է գործածել։ Այս մասին նշվում է մեղադրանքի մեջ։ Դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին։ Դատավորը պետք է պարզի ապացույցների հիմքերը։ Կասկածյալը Գլենդելի հրշեջ-ծառայության պարամեդիկ էր։ Ձերբակալությունից հետո նրան հեռացրել են աշխատանքից, սպանվածը ուսուցչուհի էր։ Նա աշխատում է Լոս Անջելեսի տարրական դպրոցներից մեկում։ Իրավապահները շարունակում են քննությունը։ Ափամերձ ջրերը վտանգավոր են դարձել, Լոս Անջելեսի առողջապահության վարչությունը զգուշացում է տարածել 5 լողափերում հայտնաբերվել են բակտերիաներ, դրանք գերազանցում են թույլատրելի չափանիշները։ Վտանգավոր են Սանտա Մոնիկա լողափի արևելյան մասը, Ուիլ Ռոջերս պետական լողափը։ Լողալ չի կարելի նաև Մարինա դել Ռեյի, Մոզերս եւ Սան Պեդրոյի ներքին Քաբրիլո լողափում առողջապահական մարմինները հորդորում են խուսափել այդ հատվածներից։ Վտանգավոր հատվածներում ջրի հետ շփումը մեծացնում է վարակվելու ռիսկը։ Զգուշացումը վերաբերում է լողորդներին եւ սերֆինգով զբաղվողներին։ Լողափերի մասին տեղեկությունները թարմացվում են շուրջօրյա, գործում է թեժ գիծ։ Բացի այդ, պաշտոնական կայքերում տեղադրված են բացատրական քարտեզներ տվյալ պահին լողափերի իրավիճակի մասին տեղեկություններով։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ թողարկման երկրորդ հատվածում Անու Հարությունյանը ձեզ է սպասում առաջիկա օրերի ամենահետաքրքիր միջոցառումների ցանկով։ Բարև ձեզ, օրը հինգշաբթի է և Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային և ժամանցային միջոցառումները։ Սկսենք երաժշտության սիրահարներից։ Գրեմի մրցանակաբաշխության 6-հակի դափնեկիր Սենթ Վինսենթը վերադառնում է Hollywood Bowl, այս անգամ Hollywood Bowl-ի նվագախմբի հետ համատեղ։ Հայտնի լինելով իր նորարարական կիթառային կատարումներով նա կներկայացնի իր տպավորիչ երգացանկը նվագախմբային հնչողությամբ։ Օգոստոսի 2-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի Hollywood Bowl համերգասրահում։ Def Cab for Cutie ռոք խումբը հրավիրում է մասնակցել I Built You a Tower համաշխարհային շրջագայության շրջանակներում կայանալիք համերգին։ Խումբը հանդես կգա Լոս Անջելեսի հայտնի Greek Theatre համերգասրահում, ներկայացնելով սիրված ստեղծագործությունները օգոստոսի 2-ին երեկոյան ժամը 7:30 Լոս Անջելեսի Greek Theatre-ում։ New Romantics-ը Taylor Swift-ի հայտնի երգերը ներկայացնող խումբը եւ երիտասարդ 101 Girls Pop տրիոն հրավիրում են երաժշտասերներին բացօթյա անմոռանալի համերգի։ New Romantics-ը հանդիսատեսին կուրախացնի Taylor Swift-ի սիրված հիթերով, իսկ 101 Girls եռյակը կներկայացնի ժամանակակից փոփ երաժշտության եւ 90-ականների R&B ոճերի ինքնատիպ համադրություն։ Օգոստոսի 2-ին երեկոյան ժամը 5:30-ից 8:30 Woodland Hills-ի Warner Park-ում։ Armenian Vegans of LA համայնքը հրավիրում է կինոյի, քննարկումների եւ մշակութային շփման հագեցած երեկոյի։ Միջոցառման շրջանակներում կցուցադրվի կենդանիների մարդիկ վավերագրական ֆիլմը, ֆիլմին կհաջորդի մոդերատորական քննարկում եւ վեգանական հյուրասիրություն։ Մուտքն ազատ է։ Օգոստոսի 4-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի Center for Armenian Arts-ում 2026 California Winnetka Vegan Street Fair-ը հրավիրում է առողջ ապրելակերպի եւ համեղ ուտեստների սիրահարներին։ Այս անվճար փողոցային տոնավաճառը ներկայացնում է վեգանական սննդի լայն ընտրանի, օրգանական խորտիկներից եւ թարմ հյութերից մինչեւ յուրահատուկ աղանդեր եւ ըմպելիքներ։ Երրորդյա աշխուժ միջոցառումը համախմբում է վեգանական սնունդ վաճառողներին, էկո բիզնեսներին, արհեստավորներին եւ առողջության մասնագետներին։ Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ժամը 10-ից մինչև երեկոյան ժամը 5-ը Լոս Անջելեսի Coronado House-ում։
Լուի Լանգրեն հրավիրում է դասական երաժշտության սիրահարներին վայելելու ավստրիական եւ գերմանական գլուխգործոցների անմոռանալի երեկոն։ Ջութակահար Մարկ Բուչկովը հանդես կգա Մենդելսոնի հանճարեղ ջութակի կոնցերտով, որն իր գոյության ողջ ընթացքում 1845 թվականից ի վեր շարունակում է հիացնել ունկնդրին։ Երեկոյի ընթացքում կհնչի նաեւ Հայդնի լոնդոնյան 104-րդ սիմֆոնիան, կոմպոզիտորի կարիերայի եզրափակիչ եւ ամենահիասքանչ ստեղծագործություններից մեկը օգոստոսի 4-ին երեկոյան ժամը 8-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ Բոուլում։ Եվ կրկին բացօթյա միջոցառումների մասին International Surf Festival-ը հրավիրում է լողափնյա սպորտաձևերի եւ օվկիանոսի սիրահարներին։ Այս ամենամյա փառատոնը միավորում է Հերմոսա Բիչը, Մանհեթեն Բիչը, Ռեդոնդո Բիչը եւ Տորանսը, առաջարկելով փրկարարների հետաքրքրաշարժ մրցույթներ, բոդի սըրֆինգի առաջնություն, նավամատույցից նավամատույց լող, թիավարման մրցավազք եւ սըրֆինգի մրցույթներ։ Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Հերմոսա Բիչի, Մանհեթեն Բիչի, Ռեդոնդո Բիչի եւ Տորանսի լողափերում։ Patchwork Show-ն հրավիրում է արվեստի եւ ձեռագործ աշխատանքների սիրահարներին 2026 Los Angeles Craft Fair Market-ին։ Սա ստեղծագործական եւ համայնքային երրորդյա փառատոն է, որտեղ կարող եք բացահայտել տեղական արհեստավորների եզակի ձեռագործ աշխատանքները, զարդեր, կերամիկական իրեր եւ ինքնատիպ արվեստի գործեր, վայելելով Smorgasburg-ի հայտնի փողոցային սննդի ընտրանին։ Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ժամը 10-ից երեկոյան ժամը 5-ը Լոս Անջելեսի Smorgasburg-ում։ Վերադառնանք երաժշտասերներին։ Hard Summer երաժշտական փառատոնը հրավիրում է էլեկտրոնային երաժշտության սիրահարներին։ Ինգլվուդի Hollywood Park-ը կհյուրընկալի տարվա ամենասպասված մասշտաբային երկօրյա փառատոնը, որը ներառում է բազմաթիվ բեմեր, ըմպելիքների բարեր եւ սննդի բազմազան ընտրանի։ Օգոստոսի 1-ին եւ 2-ին Ինգլվուդի Hollywood Park-ում Collect Acorn Los Angeles-ը հրավիրում է փոփ մշակույթի եւ հավաքածուների սիրահարներին։ Այս հսկայական առևտրային ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում բացահայտել հազվագյուտ խաղաքարտեր, անիմե աշխարհի իրեր, ստանալ հայտնի մարդկանց ինքնագրեր եւ շրջել հարյուրավոր վաճառասեղանների շարքերով։ Օգոստոսի 1-ին եւ 2-ին ժամը 10-ից երեկոյան ժամը 6-ը Լոս Անջելեսի LA Convention Center-ում։ Once Upon a Time at School 2 հայկական ֆիլմը հրավիրում է արկածային պատմությունների սիրահարներին, երբ դպրոցի գրադարանավար Վաչիկը խորհրդավոր կերպով անհետանում է եւ նրա փոխարեն հայտնվում է Դոն Կիխոտը, 12-ամյա Հայկը դառնում է անհավանական իրադարձության միակ վկան։ Այժմ Հայկը պետք է բացահայտի տարօրինակ փոխարինման ճշմարտությունը, գաղտնազերծի Վաչիկի թողած առեղծվածային գիրքը եւ փրկի դպրոցը։ Օգոստոսի 9-ին երեկոյան ժամը 7-ին Գլենդելի Լուկդայնին սինեմասում։ Ինչպես վարժեցնել վիշապին ֆիլմի սիրահարներին հրավիրում ենք վայելելու կինոյի եւ կենդանի երաժշտության անկրկնելի համադրությունը։ Երբ երիտասարդ վիկինգը խախտում է ավանդույթը եւ ընկերանում վայրի վիշապի հետ, նրանք միասին պետք է պայքարեն, փրկելու իրենց աշխարհները։ Կարող եք դիտել այս գրավիչ ֆիլմը բարձր որակով վայելելով ֆիլմի հուզիչ երաժշտությունը կենդանի նվագախմբի կատարմամբ։ Օգոստոսի 9-ին երեկոյան ժամը 7:30 Լոս Անջելեսի Hollywood Bowl-ում։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք ու հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք, իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին, հաջողություն։